Ձեր տղան է կալանավորված։ Անմեղ։ Կարծում եք, որ իզուր տեղն են կալանավորել։ Հա, բայց իրանք կրտած իմ երեխին կալանավորեցին։ Այսօր տանում երեխին։ Հնամություն իմ իջայությունին վալաջան։ Մի տղեն բանալնում մինի կոմտան։ Վարդենի շահացած, երկու մարդ ազորվել, քրական գործը հարուցվել, փաստի արդիվ, քրական գործով դեպքի վարեզանության արձանագրության մեջ բացակայում են մի շարք կարևոր տվյալներ, քննիչը որոշել է բախման տեղը, բայց իրականում վթարի վայրի սխեմայում բախման տեղ հասկացություն ընդհանրապես չկա։ Մենք խնդրեցինք դատարանը քննիչին հրավիրեց, դատարան որպես վկա հարցաքննեց, քննիչը կոնկրետ նշեց, թե որտեղ է բախումը եղել։ Այսօր մենք եւ մեղադրողից եւ դատարանից պահանջում ենք, որ լրացուցիչ փորձաքննություն նշանակվի, որպեսզի իրական վթարի տեղով պարզվի իրականությունը, մեր բոլոր միջնորդությունները մեկ բառով մերժվում է, անհիմն է, առանց որևէ պատճառաբանությունների։ Ես վերջին նիստի ժամանակ դատարանին խնդրել եմ, որպեսզի ժամանակ տրամադրվի մեզ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար։ Դատավորին։ Բացի դա գլխավոր դատախազին ենք դիմել, որպեսզի խնդրել ենք, որպեսզի մեղադրողը հրաժարվի մեղադրանքից։ Մեր կողմից ուղարկված դիմումը ուղարկվել է մարզի դատախազություն, ըստ էության քննության չի առնվել։ Դրանից հետո ինչպես ես տեղեկացա Գուրգեն Մարգարյանից, նորից արդեն առանց ինձ իմ գիտության արդեն ամբողջ գյուղով են դիմում գրել գլխավոր դատախազին, նորից որևէ արձագանք չկա եւ այսօր ինձ զանգահարեց Գուրգեն Մարգարյանը եւ ասեց, այսպեսի վիճակա, խնդրում ենք, որ դուք անպայման ներկայացեք։ Պարոն Բալոյան, այսինքն թերի նախաքննություն է վարվել։ Թերի նախաքննություն չի, ընդհանրապես բախման վայրին է վերաբերվում վթարի, որը որ հստակ պարզ է այս նայեք, սա բախման վայրն է, իսկ հիմա գործով լրիվ ուրիշ բախման վայր է անցնում։ Քննիչը որ այս արձանագրությունը կազմել է, եկավ հստակ դատարանում, մենք նկարներ իրան տրամադրեցինք, ասաց այստեղ ա եղել վթարը, հենց հոցգծի կողքը անմիջապես։ Բայց այսօր դատավարությունը գնում է մեկ այլ բախման տեղով անհասկանալի, մեկ այլ։ Այստեղ բացի դա մեքենան գազել է, այդ տեսնում եք ինչ վիճակում է, տեղափոխվել է Վարդենիսի տուգանային հրապարակ, այդ մեքենան մի քանի անգամ շուռ են տվել իջացնելուց, այդ տեսնում եք ստեղ անվադողը կա, այս պալատքեն կա, դուռը տեսեք ինչ վիճակում է, շրջել են այս մեքենան, այստեղ պլաշատկի դիմաց է, նայեք, անվադողը ընդհանրապես չկա, պալատքեն ընդհանրապես չկա, այստեղ դուռը լրիվ այլ կերպ է փոխվել, այդ շրջվելը շուռը եկե տանիքի վրա ընդհանրապես այս մեքենան եւ այս մեքենան եկե զնել են փորձագետները լրիվ այլ հետևություն են եկել, այսինքն մենք կես պատճառաբանություն ենք դատավորին դատարանում բերում, բայց ցավոք սրտի ոչ մի բան չի անցնում, ընդհանրապես ոչ մի բան չի անցնում, ոչ մի բոլոր մեր միջնորդությունները մերժվում են, բացի դա
քննիչը 5 ու 7 մետրի մեջ, 3 ու 6 մետրի մեջ 5 ու 7 մետր է տեղավորում, թե անհա, թե ոնց է դա տեղավորվում, որևէ կերպ անհասկանալի է, որևէ կերպ։ Այստեղ պարզ երևում է, որ գազ 31 ավտոյի մի մասը գտնվում է հողացած գոտում, քննիչի սխեմայով անցնում է, որ գտնվում է երթևեկելի մասի աշեզրից 80 սանտիմետր հեռավորությամբ։ Այստեղ լրիվ այլ իրականություն է, լրիվ այլ։ Այստեղ փորձագետները որոշել են, որ բախում այս հատվածում է եղել, այդ տեսեք, այստեղ ընդհանրապես որևէ ինչ-որ ապակու անգամ փոքր կտոր չկանգնած։ Այստեղ երևում է, այս է, բախում հատվածը պարզ երևում է, նայեք հողերը թափված սաղ կամազի տակ եւ այլն։ Եվ նույնը ունենք նկարը, նույնը ունենք դիմացից, այս էլ դիմացից կատարված լուսանկարահանումներն է։ Մինչդեռ գործով լրիվ այլ վթարի տեղ է անցնում։ Հիմա փորձում ենք դրա դեմ պայքարել։ Իսկ ինչի դատարանը չի ընդունում ձեր որևէ միջնորդություն, ինչով է դա պայմանավորված։ Այսօր դատարանը ավելի շատ, ոնց ասեմ, մեղադրող կողմը հանդես գալիս, ոչ թե որպես դատարան։ Այս դրա պատճառը սա է։ Եթե օբյեկտիվ դատականություն կատարվի, բնականաբար նման թեմաներ չեն առաջ գա եւ այսօր էլ մի ողջ գյուղ չի հավաքվի գա եւ գլխավոր դատախազության դիմաց ինչ-որ արդարացում։